Հաջորդ տարի Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Արմլուրը ապարանում է և հարցում է անցկացրել, հասկանալու համար, թե ապարանցիները հաջորդ խորհրդարանական ընտրություններում ում են տալու իրենց քվեն։ Ինչ սպասումներ ունեք դուք, որ քաղաքական ուժին եք նախընտրում տեսնել։ Ոչ մեկի, ոչ մի քաղաքական ուժի։ Ոչ մեկն էլ հավատարիմ չեն ժողովրդին։ Իրանց փողերի համար են մենակ գալիս կառավարության գլուխ, այդքան բան։ Գործող իշխանությունը ըստ ձեզ արդարացրեց իրեն։ Մի կողմից արդարացրել, մի կողմից չի արդարացրել։ Նաև այս իշխանությունները փորձում են խաղաղության համաձայնագիր կնքել։ Դուք կողմ եք այս համաձայնագրին, կարծում եք, որ խաղաղություն կհաստատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Դժվար թե հաստատվի։ Չի հաստատվի։ Որովհետև Ադրբեջանը հող էր ուզում։ Այդ պայմանագրերը մինչև այդ պայմանը չանի Փաշինյանը։ Պայմանագրի չի կնքի խաղաղության։ Ում Փաշինյանը կարծում եք էլի հողեր է տալու։ Տալու է, այո։ Երևում է, որ պետք է տա։ Ես քաղաքականությունից շատ հեռու եմ։ Չեմ էլ ուզում հետաքրքրվեմ, որտեղ անցել է այդ ժամանակները։ Գործող իշխանությունները արդարացրեցին իրենց։ Գոհ եմ։ Բաներ կա, որ գոհ եմ, իրոք։ Թե աշխատատեղերի, թե բանի, դրա համար իրոք գոհ եմ։ Բաներ էլ կա, որ թերություններ ունեն։ Իրոք ունեն թերություններ, երևի կշտկվի, բայց բաներ կա, որ իրոք գոհ եմ։ Աշխատատեղերի համար, էլի։ Նորմալ աշխատավարձները վճարումը ամեն ինչը դրա համար, իսկ մնացած հարցերում ես հեռու եմ քաղաքականությունից։ Բնականաբար ՔՊ-ի։ Ինչու՞, ինչով է դա պայմանավորված։ Չգիտեմ, մեծ հույսեր ունեմ։ Ու միանշանակ հույսեր չեմ կորցնում։ Այս տարիներին ինչ տվեք։ Շատ լավ կին, շատ բան։ Ինչ օրինակ։ Կոնկրետ չեմ կարող նշել, բայց լիքը բան, շատ լավ բաներ։ Մեր քաղաքը ծաղկում է, մեր հայրենիքը։ Իսկ պատրաստում եք կողք-կողքի ապրել ադրբեջանցիների հետ։ Դա չէ, դրան համաձայն չէի։ Բայց մնացողը միանշանակ շատ բաներ մեզ համար արվել է, չեն կարող ուրանալ, բայց ադրբեջանցիների հետ ապրել չենք պատրաստում, չէ։ Թշնամու հետ չես կարողանա։ Շատ լավ սպասելիքներ ունենք։ Որ քաղաքական ուժին եք նախընտրում։ Քաղաքականացնում եք հարցը։ Չէ, ուղղակի 2026 թվականին Ամենալավին եմ ընտրում։ ում եք ընտրել։ Ամենալավին։ Եվ ո՞րն է այդ ամենալավը։ Կլինի կտեսնենք։ Դե էլ է որ որոշված չի կտեսնենք։ Գործող իշխանություններից գոհ եք։ Շնորհակալ։ Գոհ ենք։ Նոր եմ Ռուսաստանից եկել, տեղյակ չեմ, հələ ոչ մի բանից, երեք եմ եկել։ Հայաստանի իրադարձություններին հետևելով ինչ կասեք, գոհ եք այս գործող իշխանություններից, կան որ ասում են հողերն են հանձնել, տապալել են ամբողջ։ Դե չի կարելի տենց ասել, ամեն դեպքում այդքան էլ չի ասի, որ գոհ եմ ճիշտ ասած։ Սկզբնական շրջանում գոհ էի, բայց հիմա չէ։ Ներկայությամբ տեխնատու չկա։ Ինչով է դա պայմանավորված։ Պայմանավորված է երկրի ներկայիս ծանր ճգնաժամային վիճակի հետ, Արցախի կորուստի հետ եւ մնացած այլ վատ բաների, որ այս պահին մենք հանրապետությունով տեսնում ենք։ Իսկ գործող իշխանություններից գոհ եք։ Գործող իշխանություններից բնականաբար դժգոհ ենք։ Ինչով է դա պայմանավորված։ Արցախի կորուստ կա, ճգնաժամային վիճակ կա։ Բայց ասում են մենք չենք հանձնել, ասում են խաղաղության պայմանագիր ենք կնքում։ Դուք ինչ կասեք։ Տները կարող է ես եմ հանձնել այդ դեպքում։ Հնարավոր է ես եմ հանձնել։ Ադրբեջանցիների հետ կողք-կողքի կապեք։ Իհարկե ոչ, այն էլ աբարանցին։ Ասում են, եթե խաղաղության պայմանագիր կնքենք 5 րոպե հետո ժողովուրդը առևտուր է անելու, Ալեն Սիմոնյանն է հայտարարել։ Աշխարհի հոգեբան։ Ինչպես նժդեհ ասել, սրբապետ մարդիկ սիրում են նման առևտրով զբաղվել։ Իսկ սրբություն ունեցող եղերն տեսած մարդը, ժառանգները, թորները, թե մենք եղերն չենք տեսել, պարկասու աբարանի ճակատամարտ ենք տեսել, հաղթական, բայց ամեն դեպքում կապ չունի ապարանցի, երևանցի, գյումրեցի, վանաձորցի, բոլորս էլ նույն հայն ենք, պետք է միավորվենք ու կոչվենք ոչ թե ապարանցի, երևանցի, այլ ընդհանրապես մի հայ, Արմենոյի ցեղ, ամենակարևորը։ Առայժմ չգիտեմ։ Իսկ գործող իշխանություններից գոհ եք դուք։ Ոչ այդքան։
Ինչով է դա պայմանավորված, ինչ հիասթափեցրել են։ Չէ, չեն հիասթափեցրել, բայց շատ անելիքներ դեռ կան։ Դեռ պարզ չի, ժամանակը ցույց կտա։ Չգիտեմ ոնց, բայց ժամանակը ցույց կտա։ Գործող իշխանություններից գոհ եք։ Սկզբում շատ գոհ էինք, բայց հետո կարծես թե մի քիչ թերացումներ կան։ Ինչու հիասթափեցրել։ Չգիտենք։ Չենք հիասթափել, բայց ամենայն դեպս ժամանակին կերևանում է։ Սխալներ արեցին իրանք։ Չեմ կարող ասել։ Ինչու։ Չեմ կարող, ուղղակի չեմ ուզում։ Բայց սկզբում շատ լավ է։ Չեմ կարող ասեմ, ժամանակը ցույց կտա։ Ես իշխանություններից Նիկոլ Փաշինյանից գոհ եք, դուք շատերը բողոքում են։ Շատ գոհ ենք, մեզի ոչ մի բան չարե, ես աշխատում, ես ապրում եմ։ Մենակ խաղաղություն թողնի, այո, գոհ ենք։ Իսկ տեսեք, նաև խաղաղության համաձայնագիր է, նա ասում կնքելու են խաղաղության համաձայնագիրը ու դուք պատրաստ եք կողք կողքի ապրել ադրբեջանցիների հետ։ Դե ինչ պետք է անենք, միշտ դարեդարը ապրել ենք, հիմա ինչ է, թող կռիվ չլինի, ջանտամ չեն ապրել։ Փողեր որ վերցին ինչ պետք է անեն։ Մենակ խաղաղություն լինի։ Նախկիններից շատ լավ չեն, լավ են, բայց շատ լավ չեն։ Ես ընտրում եմ մեր վարչապետին, շատ գոհ եմ։ Չեք տեսնում ծաղկում օրորի։ Դուք ինչ կանցեք։ Շատ ուրախ եմ, ես տեսնում որ իմ երկիրը ծաղկում է, մարդիկ ուրախ են։ Ճիշտ է, կան խնդիրներ, բայց կամաց երևի թե կլուծվի։ Շատ սիրում եմ հայրենիքս, ուզում եմ, որ շատ լավ լինի։ Իսկական։ Չենք որոշել։ Դուք Նիկոլն, ինչով է դա պայմանավորված։ որտեղ ինչ որ էստեղ Նիկոլն ոչ մեկը չի արել աղջիկը։ Որ Քոչարյան արել, որ Սերժ Սարգսյան արել, ոչ մեկը չեն արել։ Ադրբեջանցիների հետ պատրաստ եք խաղաղ ապրել կողք կողքի։ Չեմ կարող ասել դրան։ Ոչ։ Իսկ դուք գոհ եք գործող իշխանություններից։ Գիտեք ինչ, այնքան շատ դժվար հարցեր եք տալիս, շատ դժվար հարցեր, մենք քաղաքացիությամբ համարյա չենք զբաղվում, շատ դժվար հարցեր եք տալիս, բայց բոլոր դեպքում դժգոհ ենք, պալիպում ռուսի ասած, դժգոհ ենք գործող քաղաքական ուժերից, որտեղ գիտեք ինչ, որտեղ չասեմ ավելին։ Մի ամիս հետո ասում են 3 մինիստրի բռնին տարան ես կաշառության համար։ 2 ամիս հետո այն մյուսն են տանում։ Մի ամիս հետո մյուսն են տանում։ Ինչ է կատարվում։